Կարդում եմ հայտնության թղթի առաջի գլխի 7-րդ խոսքը։ Ահա նա գալիս է ամպերով եւ ամեն աչք կտեսնե նրան։ Եվ նրանք, որ խոցեցին նրան, եւ նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը, այո, ամեն։ Եվ կարդում եմ վերջի գլխի 22-րդ գլխի 20 խոսքը։ Այս բաներին վկայողը ասում է. այո, ես շուտով գալիս եմ, ամեն, եկտեր։ Այս երկու հատվածը խոսում է, որ լինելու են հոգեբանորեն երկու տարբեր վիճակի մարդիկ։ Երկուսն էլ տեսնելու են Հիսուսին գալուց, մի մասը, որ տեսնեն առաջի տեղում, առաջի գլխի 7-րդ խոսքում, այնտեղ ասելու են, այնտեղ մեծ սուք է լինելու իրանց համար, մեծ ողբ է լինելու իրանց համար։ Եվ իրանք ուզեն թե չուզեն տեսնելու են։ Եվ ասում են, որ տեսնելու են նրանք, ովքեր խոցեցին նրան։ Եվ տեսնելու են, եւ երկրի ամեն ազգերը կոծ են անելու, այսինքն սուք են անելու, որ տեսնեն նրան։ Երկրորդ հատվածի մարդիկ, իրանք որ տեսնան, ուրախանալու են, որ տեսնում են Հիսուսին եւ ասելու են ամեն, եկտեր Հիսուս։ Ինչ անել, որ երբ որ այդ օրը գա, ես դու սուք հանողների շարքում չլինենք այն մարդկանց խմբի մեջ, ովքեր երբ որ տեսնեն նրան ամպերով գալիս սուք անեն, այլ լինենք այն մարդկանց շարքում, ովքեր տեսնելու են եւ ուրախությունով ասեն այո, ամեն, եկտեր Հիսուս։ Լինենք նրանցից, ովքեր մասին գրված է Թեսաղոնիկեցիս թղթում, որ ասում է եւ օթերում ամպերով կդիմավորենք նրան, կդիմավորենք Հիսուսին։ Սա մեզ համար ճակատագրական հարց է, ու մեր կյանքի ամենակարևոր հարցն է, սիրելիներ, ես ուզում եմ որոշ սրա մասին այսօր ձեզ հետ կիսվել, բոլորը տեսնելու են Հիսուսին, բոլորը տեսնելու են նրան, մի մասը տեսնելու են սուք են անելու, մի մասը մեծ ուրախությունով ցնծալու են։ Երկու տեղ եմ ուզում կարդամ Եբրայեցիս թղթից, առաջինը 3-րդ գլխի առաջի խոսքը, ուստի Սուրբ Եղբայրք երկնավոր կոչումին մասնակից, մտիկ տվեք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին Քրիստոս Հիսուսին։ Երկրորդ հատվածը գրված է Եբրայեցիս 12-րդ գլխի 2-րդ խոսքը։ Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ եւ ամոթն արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Երկու տեղում էլ Եվ որ կարդացի, երևի ուշադրություն դարձրեցիք, որ գրված է մտիկ տանք մեր հավատքի զորագլխին եւ կատարողին, մտիկ տանք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մարդու կյանքը առանց Քրիստոսի եսակենտրոն է։ Եդեմի պարտեզում սատանան նենց արեց, որ մարդը ամբողջովին կենտրոնանա իր վրա, մարդը տարված է իրանով, եւ իր աչքերը նայում են մենակ իրան, եւ մարդը պտտվում է իր առանցքի շուրջը։ Եթե ուշադրություն դարձրել եք, մարդը ինչ անում է, ինքը պտտում է իր առանցքի շուրջը, եւ այսօր աշխարհը հենց այդ էլ սովորեցնում է, հենց դրան էլ տանում է, եւ սատանայի ներգործությունը հենց նրանում է, որ մարդը ինքը իր վրա կենտրոնացած լինի։ Ու իսկականից այսօր մարդու կյանքը ամբողջովին այդ ուղղությամբ է գնում, որ ինքը պտտում է իր առանցքի շուրջը։ Եվ ինչ է կատարվում մարդու կյանքում, երբ որ մարդը պտտում է իր առանցքի շուրջը։ Այդ ժամանակ իր ուշադրությունը, իր տեսողությունը տեսնում է մենակ իրան, ինքը իրան է տեսնում։ Իրանից դուրս ոչ մի բան չի տեսնում։ Այսինքն ահավոր մեծ հաջողություն սատանայի համար, երբ որ մարդը փակված է իր մեջ,
եւ տենում է ինքը իրան մենակ, ինքը պտտում է իր առանցքի շուրջը, եւ երբ որ ինքը պտտում է իր առանցքի շուրջը եւ երբ որ ինքը տեսնում է մենակ ինքը իրան, ինքը չի տեսնում այն մեծ փրկությունը, որ Աստված իր որդով պատրաստել է իր համար, ինքը չի տեսնում, ինքը չի ունենում այն տեսողությունը, որը հնարավորություն է տալիս իրան տեսնելու, թե ինքը Քրիստոսով, Քրիստոսի խաչով, Քրիստոսի արած գործով ինչ մեծ փրկություն ունի եւ ով է ինքը Աստծո համար։ Եվ այսենց իր առածքի շուրջը պտտելով մարդը կորցնում է այդ հնարավորությունը, ու երբ որ գալիս է օրը, որ արդեն ստիպված տեսնում է, տեսնելու է, գալու է այդ օրը, բոլորի կյանքում է գալու, եւ ստեղ ասում է, որ կոց կանեն երկրի բոլոր ազգերը, եւ մենք հասկանում ենք, որ սա վերաբերվում է երկրի վրա ապրող Ադամից սկսած մինչև վերջի մարդը, սա վերաբերվում է բոլորին, ինչի համար, որովհետեւ ասում է, եւ կտեսնեն նրան անգամ նրանք, որ իրան խոցեցին, իրան խոցողները սրանից 2000 տարի առաջ մեռել են, եւ երբ որ նա գա ամպերով, նրանք տեսնելու են նրան, թե ում են խոցել, եւ երբ որ նա ամպերով գա, նրանք ովքեր ամբողջ իրանց կյանքի ընթացքում փակված են եղել իրանց մեջ, կենտրոնացած են եղել իրանց անձի վրա, իրանք տեսնելու են, թե ումից են զրկվել, ինչ հնարավորությունից են զրկվել, ինչ հնարավորություն են հավիտենական իրանց ձեռքից բաց թողել իրանք, եւ սա լինելու է մարդու համար մեծագույն ողբերգություն, սա լինելու է մարդու համար ահավոր մեծ սուգ, սիրելիներ, որ ինքը տեսնի, թե ումից է կտրվել։ Եվ հիմա Սուրբ Գիրքը մեզ առաջարկում է մտիկ տանք նրան, այսինքն մեր հայացքը մեզանից կտրենք եւ նայենք նրան, ով որ մեզ համար մեծ փրկություն է արել, նայենք նրան, ով որ մեզ համար խաչը ելավ, մահը ճաշակեց, սիրուց ելնելով, որ քեզ սիրելով իր կյանքը դրեց քեզ համար։ Եվ հիմա ամբողջ Սուրբ Գիրքը մեզ մղում է, մեզ առաջնորդում է դեպի Քրիստոս։ Եվ սիրելիներ, ես ասեմ, երբ որ մարդը գալիս է հավատքի ու վերստին ծնվում է, սատանայի գործը իր կյանքում չի ավարտվում, ինքը շարունակում է նորից գործել։ Ու ինչպիսին է այդ գործողությունը, այդ գործունեությունը։ Ինքը մարդուն ասում է, գիտես, դու պետք է օրինակ Աստված իր կողմը ունի, դու քո կողմը ունես, չէ, դու քո կողմը պետք է անես, որն է քո կողմը, քո կողմը էնի է, որ դու կարողանաս Աստծուն հաճելի կյանք ապրել, եւ մարդը իր վրա կենտրոնացած մտածում է ոնց անեմ, որ Աստծուն հաճելի կյանք ապրեմ, եւ ինքը ինչ որ ջանքեր է մտածում, ինչ որ բաներ է անում, ինքը իրանից ինչ որ սենց բաներ է մտածում, որ պիտի անի, եւ դրանով փորձում է Աստվածահաճո կյանք ապրի, եւ այսինքն ինքը կարծես թե նույն ցիկլի մեջ է, ինքը իր վրա կենտրոնացած ուզում է իր կյանքը ընենց ըլնի, որ երբ որ Աստված Տեր Հիսուսը երկնքից գա, ինքը ուրախությունով ընդունի նրան, բայց իր կյանքում ամբողջ կյանքը տեսնում է, որ նույն բնավորության գիծն ունի, ամբողջ կյանքը տեսնում է, որ նույն խնդրի մեջ է ինքը, ինչ խնդիրներ ուներ, նեղած կոտա, ջղայներ ջղայնա, բամբասողեր բամբասողա, այսինքն ինչը որ կար իր մեջ, իր կյանքում, կարծես թե նույնը մնում է, նույն ցիկլի մեջ է, ինչի, որովհետև այս առանցքի շուրջը պտտելով ես ուրիշ բան չեմ կարող ունենամ, սիրելիներ, ամենաբարի նպատակները ունենամ, ամենասուրբ նպատակները ունենամ հավատքի կյանքում, իմ առանցքի շուրջը պտտելով եւ ուշադրության կենտրոնում ես լինելով, ես ոչ մի հոգևոր հաջողության չեմ կարալու ասնեմ, բնականաբար եղել եմ ներվային եմ մնալու եմ, որովհետև ես իմ առանցքի շուրջը պտտելով չեմ կարա ես դրանից ազատվեմ, եւ հենց այս էր նպատակը մարդու համար, որ մարդը փակվի իր մեջ, մարդը մենակ իրան տեսնի, մարդը իր առանցքի շուրջը պտտի, եթե այս պտղից ուտես, Աստծո պես կլինես,
ու կիմանաս չարն ու բարին, այսինքն դու քեզանով կլնես ինքնաբավարար, այսինքն դու քեզ էդ է քո կայացման հնարավորությունը, որ դու կայանաս որպես մարդ։ Եվ մարդը, երբ որ կերավ եւ մարդկությունը այսօր ուշադրություն դարձրեք իր երջանկությունը տեսնում է Աստծուց դուրս, որովհետև ինքը իր մեջ է փակված եւ տեսնում է ինչ որ երկրավոր պրիմիտիվ բաների մեջ իր երջանկությունը։ Այս բաները ունենամ, այս բաներին ասնեմ, բոլոր կենացները ասում են, այ ամենակարևորը առողջությունն է, առողջություն ունենաս, ամեն ինչ կունենաս, սենց, քեզ ցանկանում ենք լիքը փող, լիքը բան։ Այս երկրավոր կյանքի մեջ պտտի քո առանցքի շուրջը, այնքան միջև մեռնես, երբ որ մեռնես, Հիսուսը կգա, հեն վաղտ սուք ես անելու, բայց նպատակն էլ հենց դա է, որ երբ որ Հիսուսը գա երկնքից ու քո աչքերը իրան տեսնեն, դու սուք անես։ Աստծո նպատակը քո կյանքում լրիվ ուրիշ է, եւ դու հավատքի մեջ լինելով, դու պետք է այդ խապկանքից քո կյանքում հրաժարվես քեզ նայելուց, հրաժարվես քո ուժերով հոգևոր կյանքը ընկալելուց հանկությունից։ Եվ ես բազմիցս սրա մասին ասել եմ, սիրելիներ, որ մարդը անգամ իր մասին բացասական բաներ ասում, ես սենցն եմ, ես վատն եմ, ես իմ մոտ չի ստացվում, ես սենցն եմ, եւ եթե ուշադրություն դարձնի մարդը, ինքը կենտրոնացած է իր վրա։ Ես, բոլոր տեղերում կենտրոնում այդ եսն է։ Եւ հələ ուշադրություն դարձնենք մեր կյանքին, երբ որ մտածում ենք հոգևոր թեմաներով, երբ որ մտածում ենք երկրավոր ինչ-որ մեր խնդիրներով, ավելի շատ մենք կենտրոնացած ենք մեր վրա, թե Քրիստոսի վրա։ Սա չափազանց կարևոր է, սիրելիներ, որովհետև ստեղ բանալի կա հաջողության։ Տեսեք, բոլոր հոգևորները, բոլոր Աստծո զավակները իրանց համար կարևորագույն խնդիրը անձնուրաց կյանք ապրելը, չէ՞։ Եվ ինչումն է բանը, ինչի համար, շատերի համար անձնուրաց կյանքը կամ անձնուրացությունը ինչ-որ հեռավոր, հեռվում, մշուշոտ, ինչ-որ մի հատ երևույթ է, որ մտածում է, կլինի արդյոք դա իմ կյանքում, լրիվ անձս ուրացած ապրեմ, եւ ինչի համար է ինքը սենց մտածում, ինչի համար է այս հարցը իր համար սենց մշուշոտ, ինչի համար ինքը էսի չի կարում ընկալել ռեալ, տեսնել, անձնուրաց կյանքը ինչ է իրանից ներկայացնում։ Տեսեք, սիրելիներ, ինչի է տենց, ինչի ինքը չի կարում սրան հավատա, որովհետև ինքը պատկերացնում է իրան, էլի նույն պրոբլեմը, մի հատ երկ կա, ասում է անիվս էլի կոտրվեց իր սիրած փոսում։ Հիմա բանը, նույն պրոբլեմն է, նույն խնդիրը, ուստեղ մի հատ լուծում է մարդը ուզում որոնի, ես պտի անձս ուրանամ։ Ինչ պտի անեմ, իմ անձը ինչ-որ բան է ուզում, ես պտի իրան հակառակվեմ, ես պտի ասեմ, չէ, տենց պտի չլինի։ Հիմա ես հիշում եմ, մի անգամ մեկը պատմում էր, ասում էր ծոմը ի պահե ու տենց այդ անձնուրացության խնդիրն էր ու ասում է անձս ասում էր լավ հերիք է արդեն պտի հաց ուտես ես էլ ասում էի չէ չեմ ուտելու ինքը ասում էր չէ պտի ուտես ես ասում էի չեմ ուտելու վերջը ասում է չկերա հետո հաջորդ օրը ասեց կեր ասում եմ չեմ ուտելու վերջը ասում է հիմա սենց իմ անձի հետ դուրս եմ եկել պայքարի եւ ճիշտն ասած ես տենց էլ չհասկացա վերջում ով հաղթեց տենց է չհասկացա ինքը կերավ թե չկերավ հիմա սիրելիներ մարդը ինքը ինչ որ բան է ուզում անի ու մտածում է որ ես պետք է այս սենց իմ անձին ասեմ դու չես քո ուզածը չեմ անելու սենց ու էլի ինքը իր վրա կենտրոնացած ուզում է անձի խնդիր լուծի բայց ժամանակ կարճ ժամանակ ինքը արագ պարտվում է ու ինչքան ինքը պարտվում է
ու ինչքան որոշում է, որ պետք է անձը ուրանա, ու ինչքան պարտվում է, այնքան անձը ուրանալ իր համար հեռվանում է ու դառնում է ինչ-որ մի հատ մշուշոտ երևույթ, որ դա երևի թե հնարավոր էլ չի, բայց իրականում անձն ուրացությունը դա պարզ հասարակ բան է, շատ ավելի հասարակ, քան հնարավոր է դա պատկերացնել, ու շատ ավելի ընկալելի, քան հնարավոր է դա պատկերացնել, սիրելիներ, մենք ենք, որ մեր կյանքը լրիվ բարդացնում ենք, մենք ենք, որ մեր կյանքը լրիվ խճճում ենք, մենք ենք, որ մեր կյանքը սենց սարքում ենք անընկալելի ու անհասկանալի։ Ես հիշում եմ սովետների ժամանակ մի հատ ժուրնալ կար, ռադիոժուրնալ էր կոչվում։ Այդ ժուրնալի հետևի ամենահետևի մասում միշտ մի հատ ինչ-որ հետաքրքիր, ինչ-որ միտք էր, ինչ-որ մի հատ գծագիր էր լինում, ու մի անգամ այդ գծագրում տեսա, ուրեմն սենց թերթ է մի հատ, այդ բան ամբողջ ժուրնալն է, այս վերևի կետում մի աջ անկյունում գրված է A կետ, ներքևի անկյունում B կետ։ Ու պետք է նպատակը որն է, նպատակը A կետից B կետը հասնելն է։ Եվ որն էր ամենահեշտ ճանապարհը A կետից B կետ հասնելը, մի ուղիղ գիծը, չէ՞։ Ու տալիս է, մի քիչ սենց գնաց, եկավ էսկում, գնաց ենքում, գնաց ենքում, եկավ էսկում, ու ամբողջ թերթը մի հատ քառակուսի սանտիմետր չկա, որ սլաքներով չգնա, վերջում, ամենավերջում գալի հասնում է տեղ, ու տակը գրած է, ինչի հեշտ, եթե կարելի է դժվար։ Մարդը իր կյանքը այս սենց խճճում է ու բարդացնում, եւ իրականում անձնուրացությունը պարզ հասարակ բան է, երբ որ մարդը իր հայացքը իրանից կընտրում է ու նայում է Հիսուսին։ Սա է անձնուրացությունը, սիրելիներ, որպես հետևանք հետագայում այն օրհնությունները հոգևոր կյանքի, այն կյանքը հոգևոր ընթացքի սկսում են իր կյանքում արտահայտվել, բայց այս պրակտիկան մարդը իր կյանքում պետքա ձեռք բերի, պետքա ունենա, սիրելիներ, կտրի իր հայացքը իրանից, դադարի եսակենտրոն լինելուց եւ նայի Հիսուսին, մտիկ տանք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք առաջնորդ եւ կատարող բառի վրա։ Չգիտեմ դուք դրա մասին մտածել եք երբևիցե թե չէ։ Հավատքի մտիկ տանք նայենք ում մեր հավատքի առաջնորդին եւ կատարող, բայց կատարողը ոնց հասկանանք հավատքի կատարող։ Ախր ըստեղ այնքան չքնաղ ամեն ինչ, այնքան հրաշալի ասելիներ Աստված ամեն ինչ արել, այնքան պարզ արել, այնքան հեշտ ու թեթև արել, որ այդ այն աստիճանի հեշտ է ու թեթևացրել Աստված մեզ համար ամեն ինչ, որ մարդը անգամ դրան չի հավատում, ոնց կարա էդի ճիշտ լինի։ Ռուսերեն արտահայտություն կասում, это слишком хорошо, чтобы быть правдой։ Հիմա էդի այնքան Աստված արել ամեն ինչ ու տվել մարդու առջև դրել, որ մարդը էլ անելիք չի ունենում, եւ տեսեք, հավատքի առաջնորդ եւ կատարող Քրիստոս եկավ աշխարհ, ազատեց քեզ սատանայի իշխանությունից, ազատեց քեզ մեղքի իշխանությունից, ազատեց քեզ մեղքի գերությունից ու մեղքերից քո, ազատեց քեզ քո եսակենտրոն վիճակից, ամեն ինչ արեց եւ կատարեց քո համար ամեն բան, եւ այն ինչը որ պետք է քեզ տվեց քեզ, որ դու դրանից օգտվես եւ դրանով ապրես, հավատքը կատարեց ինքը, այսինքն եթե լիներ մի բան, որը թողեր, որ ես կատարեի, ես կասեի, Տեր, չստացվեց մոտս, հիմա ինչ անեմ, փորձեցի անեմ, չստացվեց իմ մոտ, բայց ասում եմ մտիկ տանք, նայենք նրան, ով որ ամեն ինչ արեց ինձ համար, ով որ մի պակաս բան չթողեց, ով որ խաչի տառապանքի ժամանակ մահանալուց ասեց կատարվեցավ, այսինքն կարելի ասենց ասել ամեն ինչ կատարեցի, ամեն բան կատարված է ում համար, քո համար, եւ միակ բանը, որ Սուրբ Գիրքը քեզ ասում է, մտիկ տաս Հիսուսին, նայես Հիսուսին։ Պետրոսը Հիսուս ջրի վրով քայլում է, որովհետև նայում է Հիսուսին։ Այսինքն Հիսուսին նայելով իր կյանքում տեղի է ունենում
անհնարինը երկրի ֆիզիկական բոլոր օրենքների սենց վրա խաչա դնում մի հատ ու հելում քայլում է ջրի վրով գնում է ծովի վրով քայլում է ընդ որում է ծովը ահավոր ալիքներ է ահավոր մեծ ալիքներ է սենց Պետրոսը ջրի վրով քայլում է ինչքան է քայլում ինչքան ժամանակ միջև որ հայացքը կտրվում է Հիսուսից կտրվեց արդեն սկսում է ուրիշ իրականություն գործել նույն Պետրոսն է, նույն մարդն է, նույն կյանքն է, բայց արդեն ուրիշ իրականություն է սկսել որն է այդ իրականությունը ալիքներ անհնար երևույթ ես ջրի վրով քայլում եմ մեծ ալիքներն էլ ինչ պետք է լինի ինքը պետք է սկսի խեղդվել ուրիշ բան չի կարա տեղի ունենա բնական հետևանք մեր կյանքում մենք հայացքը կտրում ենք Հիսուսից բնական հետևանքն է որ այս կյանքի մեջ սկսում ենք սուզվել սկսում ենք խեղդվել սկսում ենք տագնապել նեղվել սկսում է մեր կյանքը լինել սև ու սպիտակ սկսում է մեր կյանքը լինել խառնաշփոթ ինչի որովհետև մեր հայացքը Իրանից կտրել ենք Իհարկե փորձում ենք շարունակել քայլել, բայց չի ստացվում, սկսում ենք սուզել, փորձում ենք հելնել, ձեռներով թափ ենք տալի, հելնում ենք, ինչ որ բաներ ուզում ենք անենք, բայց մեկը տենում ենք էլի չի ստացվում։ Շնորհակալություն Աստծուն, որ Պետրոսը չխեղդվեց։ Շնորհակալություն Աստծուն, որ չի թողնում մենք խեղդվենք։ Բայց ինչքան նայեմ այդ ալիքներին ես Քանի տարի նայեմ այդ ալիքներին Ինչքան նայեմ իմ անձին ու փորձեմ իմ անձի մեջ մի բարի բան գտնեմ Ինչքան ես քայլեմ այս կյանքի ճանապարհը ինքս իմ վրա կենտրոնացած լինելով Իմ խնդիրների վրա կենտրոնացած լինելով Եղբայրներ քույրեր Եսակենտրոն կյանքը Մարդուն կուրացնում է, որ մարդը էլ չի տեսնում են օրհնությունները, որ ինքը Քրիստոսի մեջ ունի։ Ինքը սկսում է իրան գնահատել կամ իրան փնովել, այնքան որ ինքը սկսում է իրանով տարվել։ Ես այս խնդրի մասին խոսում եմ եւ հիմա շատ կուզեմ։ Մեզանից ամեն մեկը Հենց հիմա էլ իրան այդ հարցը տա և թեկուզ հետո հարցի պատասխանը փորձի գտնել ես եսակենտրոն եմ թե իմ աչքերը Հիսուսին են նայում Ես կուզեմ հիմա դու հենց քո սրտի մեջ հենց հիմա այդ հարցը քեզ տաս ուղղակի չլսենք ու այս անցնի գնա Ես ուզում եմ հիմա մի պահ մենք կանգ առնենք Անկամ ես խոսում եմ իմ խոսալն էլ մի լսի, բայց հարցը տուր էդ քեզ Արդյոք ես եսակենտրոն եմ Սա կարևոր հարց է այդ քո կյանքի համար ու իմ կյանքի համար Նայել Հիսուսին Սա է քո կյանքի օրհնությունը Սա է քո հոգևոր կյանքի հաջողությունը Սա է քո Աստծու ճանաչելու հնարավորությունը, որովհետև երբ որ դու նայում ես նրան, երբ որ կտրվում ես քեզանից, երբ որ արհամարհում ես քեզ ու նայում ես նրան, ոնց որ կաս, այ այտենց, ոնց հիմա կաս, քո խնդիրներով, քո անհաջողություններով, քո խնդիրներով, քո բնավորության գծերով, ասենց նեղած կոտեմ, հպարտեմ, գոռոզեմ, եսակենտրոնեմ, բամբասող եմ, ինչ եմ, սենց իմ սաղ ինչ ունեմ, չունեմ, սենց կամ հա էդ եմ, ինչ եմ անում հիմա, ինչ անեմ, նայեմ Հիսուսին, կողքից մի հատ ձեն, ոնց կարաս դու նայես Հիսուսին, քոմոր խաղ ու պարա, մի հատ գոնե դրանցից մի քիչ մաքրվի նոր նայի, այսինքն դու ով ես որ տենց վերցես ու նայես Հիսուսին, այ հպարտ, այ բամբասկոտ, այ ես իմ ինչ, ու սենց շխկցնում է, դու ոնց կարաս Հիսուսին նայես, ու մարդը հայելի ես էդ եմ, հա, էդ ես, հետո օգնություն չունես, ունես,
երկնքում է քո օգնությունը։ Հիսուսն է քո օգնությունը։ Ոնց կաս, հենց այտենց գլուխդ վերև բարձրացրու այսօր։ Ու ասա իմ աչքերը մենակ քեզ պետք է նայեն, ես արժանի չեմ, որ իմ աչքերը ինձ նայեն։ Ինձ աչքեր ես տվել, որ ես քեզ նայեմ։ Տիրոջը փառք սիրելիներ։ Այդ հնարավորությունը դու ունես, այդ հնարավորությունը քոնն է, ով աստեղ ամենապարտվածը, ով աստեղ ամենատկարը, ով աստեղ ամենավատ բնավորություն ունեցողը, ով աստեղ որ ամենաշատն է պրոբլեմի ընկել, իր ձեռը ինքը կրակն ընկել։ Ես ուզում եմ քեզ ասեմ, այսօր քո համար ուրախության օրը կտրի հայացքդ քեզանից, նայիր իրան, նայիր նրան, ով որ սիրո աչքերով քեզ նայում է, ով որ իր կյանքը դրեց քեզ համար, ով որ դու հələ ծնված չէիր, քեզ ընտրեց աշխարհքի ստեղծելուց առաջ, որ դու իրանը լինես։ Սիրելիներ, վերջում ես շատ եմ ասել սրա մասին, էլի շատ էլ ասելու եմ։ Հովանու 3:14-ում Տեր Հիսուսը ասում է, ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց, անապատումը այնպես պետք է մարդու որդուն բարձրանալ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մովսեսը օձը բարձրացրեց եւ մարդուն առաջարկ եղավ, օձը դրածա, ինչ անես դու, որ օձի կծածից պրծնես, գլուխդ կտրում ես քեզանից, գլուխդ կտրում ես քո կծած տեղին նայելուց, սենց վիզդ բարձրացնում ես, գլուխդ բարձրացնում ես, նայում ես պղնձե օձին։ Վերջ, դրա բա ուրիշ ոչ մի բան, բա ինչ անեմ, կարողա վերքս կապեմ նոր նայեմ, չէ, բա ինչ անեմ, ուղակի սենց գլուխս բարձրացնեմ նայեմ, հա, պետք է հնարավոր չի այդ պղնձեոցին ոնց կարելի է նայել ու սաղ հարցերի լուծումը լինի, ոնց կարելի է պղնձե շուրջս 100,000-ներ մեռնում են մարդիկ տասնյակ հազարներով։ Մեռնում են հենա, եւ այս սենց գլուխս ինչ վերցեմ բարձրացնեմ վերև ու փրկվելու եմ, հա, վերջ։ Հա։ Գլուխդ բարձրացնում ես նայում ես պղնձեոցին ու բոլոր հարցերդ լուծվում են։ Եվ Հիսուսը համեմատության մեջ է բերում։ Ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց, այսինքն զուգահեռ նույն process-ն է։ Ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու որդուն բարձրանալ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիսուսը բարձրացել է արդեն, խաչը ելել է, եւ հիմա քո հայացքը նայել նրան, նայել Հիսուսին։ Ինչպես նայեմ, հավատքով։ Հավատքս չի հերիքում, դու ունես հավատք, Աստված քեզ տվել է հավատք, որ դու հավատքով նայես, կտրի ներսում, այքո ներսում քո հայացքը քեզանից կտրի, բոլա քեզ նայես, նայի Հիսուսին եւ կտեսնես այնտեղ սեր, երջանկություն, ուրախություն եւ հավիտենական կյանք։ Ու երբ որ քո օրերը վերջանան եւ դու ես երկրից հեռանաս, կամ էլ դու ես երկրի վրա ապրելուց նա ամպերով երկնքից գա, դու ում ես տեսնելու, նրան, ում սաղ կյանքդ նայել ես, ինչ ես անելու, ասելու ես, այո, ամեն, եկուր Տեր Հիսուս, Տիրոջը փառք սիրելիներ, նայենք մեր հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, ամեն